Վազգեն Սարգսյանը Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց, ասեց մենք դեռ պիտի կարողանանք ապացուցել, որ ճիշտ մենք ենք, ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը, որն էր Վազգեն Սարգսյանի տրամաբանության հենքը։ Վազգեն Սարգսյանն ասաց, որ ես գալիս եմ վարչապետ, որովհետև Հայաստանի տնտեսությունը չի հասցնում Հայաստանի բանակին, պատերազմն ավարտված չէ եւ տնտեսական նման զարգացումը, որ ունենում է Ադրբեջանն, այդ խնդիրը կարող է այլ լուծում ունենալ։ Եվ այդ առումով ինչ էր տեսնում Վազգեն Սարգսյանը։ Վազգեն Սարգսյանը փորձեց Հայաստանի Հանրապետության ողջ ներուժը ներառել, որպեսզի Հայաստանը իր տնտեսական զարգացմամբ ետ չմնա Ադրբեջանից։ Բոլորը շատ լավ հիշում եք Սարդարաբադի հավաքը, որտեղ հավաքել էր ամբողջ հայության Սփյուռքի ողջ ներկայացուցիչներին եւ այդ Սարդարաբադի հավաքի Վազգեն Սարգսյանի ելույթը դրանից հետո Սփյուռքի ներկայացուցիչների այդ ներդրումների մասին տված խոստումները հուշում են դրա մասին, որից հետո Վազգեն Սարգսյանը խնդիր դրեց այդ տնտեսությունը զորացնելու համար պայքարել կոռուպցիայի դեմ եւ այդ առումով էլ իր ելույթները շատ լավ հիշում եք, այսինքն խնդիրը տնտեսությունը ոտքի հանելով հասնել նրան, որ Հայաստանը իր բանակով, իր սպառազինությամբ որևէ կերպ չզիջի Ադրբեջանին։ Երկրորդ Վազգեն Սարգսյանը համարում էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը նաև ժողովրդավարության կոմպոնենտի խնդիրն ունի եւ դրա համար ինքը մշտապես ասում էր, որ որևէ մեկը ժողովրդավարական երկրից մաս չի անջատի ու տա ոչ ժողովրդավարական երկրին, իսկ Հայաստանում իշխանությունները փոխվում են, Ադրբեջանում ոչ։ Եվ այս երեք հանգամանքները հաշվի առնելով կարծում էր, որ մենք առնվազն եւս մի 30-40 տարի կարող ենք պահել Լեռնային Ղարաբաղի այ գոյություն ունեցող ստատուս քվոն, իսկ դրանից հետո աշխարհը կհամակերպվի, այնպես ինչպես համակերպվել է Իսրայելի պարագայում։ Այսինքն Վազգեն Սարգսյանը համարում էր, որ տնտեսությունը հզորացնելով, Ադրբեջանից հետ չմնալով, մենք կարող ենք ստատուս քվոն պահել։ Բայց Վազգեն Սարգսյանը միանշանակ կողմնակից է եւ այդ մասին կարող է հաստատել նաեւ Սամվել Բաբայանը, որ իրենք երկուսով Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ մտել են եւ ասել են մնացած 5 շրջաններով ինչ ուզում ես արել, կարող ես զիջել, բայց Քելբաջարը պահում ես եւ Լաչինը պահում ես, այլ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց հետո տալիս ենք նաեւ Քելբաջարը։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է նման տարբերակ չունեմ, այսինքն Վազգեն Սարգսյանի մոտեցումներին, պահեցին, չպահեցին, հիմի հաշտեք, հաշտչեք, լիքը բանի հետ հաշտ չեմ, ձեր հարցերի հետ էլ հաշտ չեմ։ Որովհետեւ գիտեմ, չեմ նեղվում, լիքը բաների հետ հաշտ չեմ։ Իմ խղճի հետ էլ հաշտ չեմ, կորցրածի հետ էլ հաշտ չեմ, ես իմ կյանքի, գիտակից կյանքի 20-25 տարի նվիրել եմ Ղարաբաղին, ամբողջությամբ։ Ես Ղարաբաղում Ղարաբաղցի ավելի շատ ընկերներ ունեմ, քան հայաստանցի, եւ հաշտ չեմ իրենց վիճակից։